Պարոն Սարգսյան, պարգևավճարների ֆոնին պետական պարտքը 2018 թվականի համեմատ կրկնակի աճել է։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ պետական պարտքը ինչ-որ միլիարդից հասել է 1 այլ միլիարդ, ինչպես կմեկնաբանեք սա, եւ արդյոք արդյունավետ եք համարում նման կառավարումը, այսինքն անընդհատ պարտքեր անելը։ Պետական պարտքը Հայաստանի Հանրապետությունում անթույլատրելիության շեմը անցել է, գերազանցել է, եւ շատերը պետական պարտքի, այսպես կամ պաշտոնյաները պետական պարտք հնարաբերակցության մասին օրենքին հղում կատարելով ասում են հնայի 50%, 60% եւ այլն, շտապը տեղեկացնել, որ պետական պարտք եւ հնարաբերությունները ազգային տեղական օրենսդրությունով կարգավորվող իրավահարաբերություններ են, ցանկացած դեպքում հնարավոր է պետական պարտքի հնայի որոշակի տոկոս շեմը հաղթարելուց հետո ազգային ժողով նիստ գումարել, շեմը փոփոխել, օրինակ 60 դարձնել 70 եւ ասել դեռևս թույլատրելի շեմ է։ Սա մանիպուլյացիա է, կեղծիք է եւ սուտ է։ Ինչով ենք մենք հասկանում, որ պետական պարտքը անթույլատրելի է Հայաստանի Հանրապետությունում։ Պետական պարտքի այս ծավալներով է պայմանավորված, որ հիպոթեկային վարկը 14% է, որ սպառողական վարկը 24% է, բայց փաստացին մինչև 40% է հասնում նույն վարկային կազմակերպությունների տրամադրած սպառողական վարկերի, ինչ որ on-line հավելվածների միջոցով եւ այլն։ Պետական պարտքի պատճառով է, որ Հայաստանում շրջանառության հարկով հարկվող շատ ծառայություններ եւ գործունեության տեսակներ դարձան 32%-ով ընդհանուր հարկով հարկման ենթակա գործունեություն, որ միկրոձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում վերացավ եւ դարձավ հարկման ենթակա, որ շրջանառության հարկի դրույքաչափերը ավելացվեցին, որ հարկային տերորի են ենթարկում ամենօրյա, որ գույքահարկերը մի քանի 100 անգամ ավելացվեցին, որ աղբաունության վճարը ապրողների տվյալ տարածքում ապրողների քանակից սկսեցին հաշվարկել քառակուսի մետրով, նույնիսկ կարող են այդտեղ մարդ չապրի ընդհանրապես աղբ չգեներացնի։ Դրանք բոլորը պետական պարտքի այդպես վնասակար հետևանքներն են։ Եվ պետական պարտքի ավելացման պատճառով տեղի ունեցավ այս գնաճը համատարած, այսինքն յուրաքանչյուր հայ ընտանիքի բնակարան եւ սառնարան պետական պարտքը մտել է։ Պետական պարտքի արդյունավետությունը կարող է լինել բացառապես այն պարագայում, երբ որ պետական պարտքը ծախսվում է պետության անվտանգության ապահովման համար եւ շահութաբեր գործունեության վրա ներդրումներ կատարելու վրա։ Օրինակ, եթե պետական պարտքը ներգրավում է ջրամբար կառուցելու, այնուհետև այդ ջուրը ինչ որ տարածաշրջան, ոչ ոռոգելի տարածաշրջան ոռոգելի դարձնելու համար գյուղատնտեսական արտադրանք ստանալու, վաճառելու եւ այնքան դրանից գումար վաստակելու, որ պետական պարտքի եւ մարմանի եւ բյուջեի ավելացմանը կարողանա ծառայի, ապա սա այո թույլատրելի է։ Եթե որևէ արդյունաբերական գործարան կառուցելու, Հայաստանի ներուժից բխող գործարան կառուցելու վրա ծախսվի պետական, այնուհետև բաժնետոմսերը մասնավորին վաճառելու միջոցով, այո թույլատրելի է։ Իսկ եթե պետական պարտքով բացառապես պետական մարմինների ծառայողական ավտոպարկն է թարմացվում, եթե աշխատասենյակներն են վերանորոգվում, եթե ինչ-ինչ շինություններ են կառուցվում, որոնք որ երբևէ շահույթ չեն կարող գեներացնել, այդ թվում երկարաժամկետում չեն կարող գեներացնել, ապա սա ուղղակի անթույլատրելի է։ Սա պետության հիմքերը քայքայող եւ Հայաստանի Հանրապետությունը վերջնական լուծարման տանող գործողություն է։ Նախարարը նշում է, որ 1.5 տարում հնարավոր է այդ պարտքը մարել։ Նախարարը ես չգիտեմ ինչ է նշում, որովհետև նույն նախարարն էլ է երկու ստացել շատ վաղուց եւ այդ նույն նախարարն էլ է հեռացման ենթակա։ Մենք ինստիտուտում որ սովորում էինք, մի քանի քննություն իրար հետևից չստանալուց, ասում են ռեկտորի գծիկ։ Նախարարը շատ վաղուց ռեկտորի գծիկ ընկած է եւ շուտով կարծում եմ արդեն պետք է նրա հեռացման հարցը կարգավորվի։ Հնարավոր համարում եք, որ 1.5 տարում կարող են փակել մարել։ Դե իհարկե սուտ է, ինչպես եք պատկերացնում Նիկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը կարողանա որևէ ճիշտ բան ասել։ Նրանք ինչ ասում են, տրամագծորեն հակառակի մասին են ասում։ Այսինքն չափազանց վտանգավոր երևույթը չափազանց դրական լույսի տակ ներկայացնում են։ Որևէ ես դեռևս չեմ լսել որևէ պետական պաշտոնյայից որևէ ճիշտ խոսք։ Սրանց կառավարության մասին է խոսքը։ Անկեղծորեն չեմ լսել, չեմ հիշում այդպիսի դեպք։ Ինչ ասում են, ստում են։ Ոչ հնարավոր չի 1.5 տարում փակել, որովհետև այդպես Հայաստանի պետական բյուջեից մեծ պետական պարտքը 1.5 տարում փակել, դա նշանակում է
բանակ չունենալ, ոստիկանություն չունենալ, որևէ պետական մարմին չունենալ, կենսաթոշակ չվճարել, սոցիալական նպաստ չվճարել, ուսուցիչներին չվճարել, այդպես ինչպես պետական պարտք կփակենք։ Թե կարծում են, որ Հայաստանի Հանրապետությունից եւս մեկ կտոր պետք է վաճառք իրականացնեն, օրինակ Սյունիքի մարզը վաճառեն եւ կարողանան պետական պարտքը մարել։ Միգուցե իրենց տրամաբանությամբ այդպես է։ Բայց եւս մեկ անգամ պնդում եմ, ստում է ֆինանսների նախարարը։